Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, այսօր իմ հյուրը մեր ձևով շարժման անդամ, մասնագիտությամբ դիվանագետ Արցախցի Արեգա Հովսեփյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հրավերս այս ձևաչափով ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հովսեփյան, ես ուզում եմ մեր հարցազրույցը, մեր զրույցը սկսենք Արցախից։ Տեսեք, 30 տարիների մեջ Արցախում ձևավորվել էր, ստեղծվել էր, ծնվել էր մի սերունդ, որը անկախության գիտակցում ուներ, Մայր Հայաստանին միավորման, անկախության եւ երբևէ որևէ մեկս եւ մենք եւ Արցախում նաեւ դուք ձեր սերնդակիցները չէիք էլ կարծում եմ մտածում, որ կարող է ինչ որ մի բան ստեղծվել, որ Արցախը դադարի լինել հայկական, բայց ընդամենը 1 օր իհարկե 2020-ից սկսած գործողությունների հետևանքով 1 օրում հայկական 5000-ամյա Արցախը հայաթափվեց։ Այսօր այս իշխանությունը, ԿՊ-ական իշխանությունը, իդեպ որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանը հենց 2022-ին Պրահայում հոկտեմբերի 6-ին հիշենք, ուղղակի նվիրեց Արցախը Ադրբեջանին եւ այսօր էլ իդեպ մի համաժողովի ժամանակ հպարտությամբ արդեն շեշտում էր, որ այո ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի տարածքային մաս որպես, բայց դրա հետ միաժամանակ ԿՊ-ականները չեն դադարում անընդհատ մեղադրել արցախցիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Արցախահայությանը, թե մնայիք, կռվեիք, պաշտպանեիք ձեր հայրենիքը։ Ես ուզում եմ Տիկին Հովսեփյան հենց ձեզանից լսել որպես արցախցի այս հայտարարությունների պատասխանը, խնդրեմ։ Իրապես սեպտեմբերը շատ ծանր ամիս է մեզ բոլորիս համար, որովհետև շատ ծանր ամսաթվեր կան այս ամսվա ընթացքում։ Մենք մյուսից ողբերգական օրեր ենք ապրել այս վերջին տարիների ընթացքում, հենց այս ամսվա ժամանակ։ Գիտեք, որոշակի հարցեր կան, որոնք վեր են քաղաքականությունից, որոշակի հարցեր կան, որ դրանք արդեն բարոյականության տիրույթում են, եւ այն խոսույթը, որ արցախցիները չեն կռվել, հախել են, երևի հենց այդ հարցերից մեկն է, որ վեր է քաղաքական կուսակցական խոսույթից, այն բարոյական է, եւ այդպիսի հայտարարություններ անողները պարզապես զուրկ են բարոյականությունից, որովհետեւ 1 օրում արցախցիները տվել են 200-ից ավել զոհ։ Արցախցիները կռվել են մինչև վերջին փամփուշտը, որովհետև գիտեին, որ թիկունքում իրենց ընտանիքներն են, իրենցից այն կողմ արդեն սահման չկա, տարածք չկա, թուրքը միանգամից մտնելու է իրենց տներն ու իրենց ընտանիքները։ Հետևաբար մեղադրել արցախցիներին չկռվելու 9 ամիս բլոկադայի ընթացքում չպայքարելու մեջ կարող են միայն, ինչպես նշեցի, բարոյականությունից զուրկ մարդիկ։ Իսկ այն առումով, որ Արցախը ով հանձնեց, արդեն ինքնախոստովանական են գրում այսօրվա իշխանությունները եւ դա նորություն չէ, բայց կուզեի անդրադառնալ այն փաստին, որ հայտարարում են Արցախի էջը փակված է եւ Արցախյան շարժման էջը փակված է, քանի դեռ արցախցիները բնակվում են Մայր Հայաստանում, քանի դեռ արցախցիները միասնական են եւ ունեն ուժ բարձրաձայնելու իրենց իրավունքների մասին, Արցախի էջը չի կարող փակված լինել։ Հետևաբար ես միշտ խնդրում եմ արցախցիներին, հորդորում եմ, որ չլքեն Մայր Հայաստանը։ Մնան Մայր Հայաստանում, որովհետև միայն Մայր Հայաստանից մենք կարող ենք պահանջատեր լինել Արցախին։ Մենք կարող ենք շատ սիրել եւ տառապել Արցախի կորստից, լինելով պայմանական Ֆրանսիայում կամ Ավստրալիայում, բայց այնտեղից մենք չենք կարող պահանջատեր լինել Արցախի համար։ Մենք պետք է լինենք Մայր Հայաստանում, մնանք այստեղ եւ մեր իրավունքներին տեր կանգնելով պահանջենք մեր իրավունքների պաշտպանությունը։ Շատ կարևոր տեղ տարակ մեր զրույցը, հիմա ես այդտեղից շարունակեմ մնալ Հայաստանում, պայքարել սեփական իրավունքների վերադարձի, հայրենիք վերադարձի իրավունքի համար։ Ինչ է անում այդ ուղղությամբ Տիկին Հովսեփյան, այս իշխանությունը, եկեք հասկանանք, սրանց քաղաքականությունը,
տպավորությունն այնպիսին է, որ իրենք ամեն ինչ անում են, որ Արցախցին հեռանա Հայաստանից։ Եվ եթե իրենք տրամադրվել են, ինչպես Փաշինյանն էր ասում, Ղարաբաղի էջը պիտի փակվի, շարժում չկա, Արցախի էջն էլ փակված է իրենց ձևակերպմամբ, եւ ասում են, եթե ինչ որ մեկը համաձայն չի, թող դուրս գա հեղափոխության, չէ, այսպիսի հայտարարություն արեց։ Հիմա տպավորությունն այնպիսին է, որ իրենք ամեն ինչ անում են, որ Արցախցին չմնա, չկա Արցախցի, չկա Արցախյան խնդիր։ Չեք կարծում, որ հենց այդ քաղաքականությունն է վարվում։ Եվ հիմա սոցիալապես ծանր վիճակում գտնվող Արցախցուն ոնց ասենք մնա, երբ որ իշխանությունը ամեն ինչ անում է, որ արտագաղթի մեր հայրենակիցը։ Ձեր տպավորությունները միանշանակ ճիշտ են, որ իշխանությունը ռազմավարություն է ընտրել, որդեգրել, որը միտված է արցախցիների Հայաստանը լքելուն։ Դրան կարող եմ շատ մանրակրկիտ անդրադառնալ, սկսած իրենց նմշակած ծրագրերից, որոնք որ պարզապես թղթիկոտորեն, իրականության մեջ չգործող, բազմաթիվ խութերով եւ թակարդներով այսպես ամեն մի կետը իրանց ծրագրերի իբր մշակված արցախցիների բարեկեցության համար, բայց իրականում նպատակը լրիվ հակառակն է։ Բայց մինչև խոսելը Արցախ վերադարձի մասին շատ կարևոր է դեռ խոսենք ավելի կարճաժամկետ մեր նպատակների մասին, արցախցիներին Հայաստանում պահելու եւ իրենց արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, իրենց իրավունքների պաշտպանության համար, որովհետեւ սա շատ լուրջ խնդիր է եւ իրոք շատ բարդ է մարդուն խնդրել, համոզել, որ մնա մի վայրում, որտեղ իր իրավունքները պաշտպանված չեն։ Հետևաբար սա արդեն գալիս է մեր անգամ շարժման շրջանակներում մենք մտածում ենք այնպիսի ուղիներ, այնպիսի մեխանիզմներ, ծրագրեր, որոնք որ ուղղված կլինեն արցախցիներին մայր Հայաստանում իրենց արժանապատիվ կյանքը ապահովելուն, որովհետև դա հենց այն գրավականն է, որը որ կապահովի արցախցիներին Հայաստանում մնալուն։ Իսկ եթե գալիս ենք այն խոսույթին, որ իշխանությունները փորձում են չկա Արցախի հարց, չկան արցախցիներ, չկա Արցախի հարց, Արցախը այս իշխանությունները իրենց հոր տնից չեն բերել, որ մի հատ էլ Արցախի էջը փակեն։ Արցախի հարցը համաժողովրդական է, Արցախի հարցը վերաբերում է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, որի այն Սփյուռքին, որ այսօր լիովին պարակտված է այսպես Հայաստանի կյանքին չներգրավվելու դիրքորոշումով է, որը որ հենց այս իշխանությունների բարած քաղաքականության արդյունքում է, այնպես որ դա այդքան հեշտ չէ, պարզապես խոսքեր չեն, որ ասեցին ու արեցին։ Ես համոզված եմ ու բոլոր սոցհարցումներն են ապացուցում այն, որ Արցախը հայ ժողովրդի համար շարունակում է մնալ արժեք եւ Արցախը հայ ժողովուրդը համարում է հայկական, անկախ նրանից, թե ինչ են խոսում փոքրիկ խմբակի ներկայացուցիչները։ Քանի որ խոսում ենք մեր արցախցիների սոցիալական խնդիրներից եւ դուք շեշտեցիք, այո, ամեն ինչ անել Արցախցուն Հայաստանում ամուր պահելու համար, կարող եք ասել մեր ձևով շարժումը, Սամվել Կարապետյանը, հայտնի բարեգործը, ազգային բարերարը, ինչ գործողություններ է արել կամ հիմա անում, որ արցախցիները մնան եւ չհեռանան հայրենիքից։ Նախ կուզենայի նշել, որ Արցախը մշտապես է եղել Սամվել Կարապետյանի անմիջական ուշադրության կենտրոնում, մշտապես։ Ես դեռ Արցախում էի, երբ հիշում եմ, որ ինչպես այցելում էր նա Արցախ, ինչ ծրագրեր էր իրականացնում Արցախում, որպեսզի արցախցին այն ժամանակ դեռ մնար Արցախում, որ Արցախը չհայաթափվեր, որովհետև հողը պատկանում է նրան, ով որ այդ ժամանակ այդտեղ ապրում է եւ այն դարձնում է իր մշակույթի մի մասը, իր ժառանգությունը պահպանում է այնտեղ, հետեւաբար շատ կարեւոր է համարվում, որ արցախցիները ապրեին մեր Արցախում, բոլորիս Արցախում եւ այն մնար հայկական բնակչությամբ։ Դրա համար մի շարք ծրագրեր են իրականացվել Արցախում Սամվել Կարապետյանի անմիջական մասնակցությամբ, հովանավորությամբ, մշակութայինից սկսած մինչև ենթակառուցվածքներ։ Իսկ գալով արդեն ավելի ուշ ժամանակներ, 23 թվական մահից ու սարսափից մազապուրծ փախած ժողովուրդ 9 ամիս բլոկադայի մեջ
որ մի կերպ կարողացավ դժոխքի ճանապարհը անցնելով հասնել Մայր Հայաստան, գալիս հասնում է եւ այնպիսի քաոսային իրավիճակ է լինում, որ մեծամասնությունը պարզապես մնում էր դրսում մնալու սպառնալիքի առջև կանգնած։ Եվ այդ ժամանակ այսպես հույսի այս նշույլ էր, մի լույս էր, երբ որ իմացան, որ Տաշիրում արցախցիներին անհատույց կացարաներ է տրամադրվում, առօրյա կենցաղային անհրաժեշտ իրեր, պարագաներ, եւ անձամբ ես ինքս ընտանիքների ճանաչում եմ, ովքեր որ այսօր հենց Տաշիրում են բնակվում այս ծրագրերի շրջանակում, նրանք տեղափոխվել են Տաշիր, հավատացեք, շատ կոնկրետ օրինակով այդ ընտանիքում մեծանում են 2 անչափահաս տղաներ, եթե այս ծրագիրը չլիներ, Սամվել Կարապետյանի կողմից մշակված եւ իրականացվող մինչ օրս, դա էլ եմ խնդրում շեշտենք, որ մինչ օրս այդ ծրագիրը շարունակում է իրականացվել, այն դեպքում երբ պետական ծրագրերը արդեն մեծամասնությամբ դադարեցվել են կամ շուտով դեկտեմբերին լիովին են դադարեցվելու, իսկ անհատի ծրագիրը, արցախցիներին տեղավորելու կյանքը արժանապատիվ ապահովելուն շարունակվում է։ Այսպես այս 2 տղաները բառացիորեն կարող են հայտնվել դրսում, որտեղ իսկականից մնալու տեղ չունեին։ Ես նրանց կարող էի ինչ-որ մի ձևով տեղավորել օրինակ մեր տանը, ինչ-որ ժամանակավոր հարցի լուծում գտնեի, բայց այդ ընտանիքի վիճակը այնպիսին էր, որ պարզապես դրսում կարող էին հայտնվել։ Եվ մենք ունենայինք առնվազն 4 խորտակված կյանքեր ու ճակատագրեր։ Այս ծրագրի շնորհիվ այս ընտանիքը կարողանում է արժանապատիվ ապրել։ Եվ ինչքան այսպիսի ընտանիքներ, ես կոնկրետ խոսում եմ այն ընտանիքի մասին, որ անձամբ եմ ճանաչում, ինչքան այսպիսի ընտանիքներ, որ այսօր այնտեղ են, սա խիստ կարևոր է, խիստ ոգեշնչող է, ջերմացնող է մեզ, երբ իմանում ենք, որ մենք մենակ չենք մեր ցավի հետ, որ մեր ցավը կիսում են եւ նվիրվում են իրենց գործին մինչեւ վերջ։ Անկեղծ ասած, եթե ես դա տեսած չլինեի, կմտածեի երևի ուղղակի մեր ձևով շարժման անդամ եք եւ ներկայացնում եք այս տարբերակով, բայց ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանիցս լսել, որովհետեւ ինքս անձամբ ականատես եղա մի ամբողջ հանրակացարանում այսօր ապրում են Արցախի բազմաթիվ ընտանիքներ, տատիկ պապիկներ էին, նրանք դժվար թե կկարողանային իրենց խնդիրները լուծել, շատ չնչին գումարով ամբողջությամբ ասում էին իրենք, որ իրենց սննդի հարցը, իրենց ամեն ինչի հարցերը լուծում է Սամվել Կարապետյանը, Տաշիր հիմնադրամը։ Հիմա ուզում հասկանալ այս փուլում եւս, տեսեք, երբեմն ասվում է հետեւյալը, թե այս Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական ճնշումներ են իրականացում, հնարավոր է նա որոշ ծրագրերից ստիպված լինի հետ քայլ անել, կա նման մտավախություն։ Կոնկրետ այս ծրագիրը, որը որ մշակված էր արցախցիների համար, արցախցիների տեղավորման համար, մինչ օրս գործում է եւ դրա դադարեցման մասին որևէ խոսք չկա։ Մնացած ծրագրերի մասին անկեղծ ասած նման տեղեկություն չունեմ, բայց այս ծրագիրը շարունակում է գործել։ Ճնշումներ միշտ լինելու են եւ այստեղ գալով ձեր նախորդ հարցին, որ ասում են համաձայն չեք, հեղափոխություն արեք, դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք, սա շատ ցինիկ հայտարարություն է, որովհետև հայ ժողովուրդը բազմիցս իր անհամաձայնության ձայնը հայտնել է տասնյակ հազարներով լինելով հրապարակներում, անգամ ավելի շատ մարդկանցով լինելով հրապարակներում, քան նույն այսօրվա փոքր խմբակի ղեկավարը, որ եղել է 2018-ին, ավելի շատ մարդկանցով ենք մենք եղել հրապարակներում, բայց իրերի դասավորվածությունը այլ է եղել։ Այն մարդիկ, ովքեր որ իրենց համաձայնությունը չեն հայտնում այս վարվող քաղաքականության հետ, մի մարդու որոշմամբ հայտնվում են բանտերում։ Նույն Սամվել Կարապետյանը, ով որ հայտարարեց, որ ինքը համաձայն չէ այն քաղաքականությանը, որ վարվում է հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ով որ պարզապես հայտարարեց, որ մենք մեր ձևով միջամտելու ենք այս գործին, այս մեկ բարակապակցության համար այսօր գտնվում է կալանավայրում։ Այնպես որ շատ ցինիկ հայտարարություն է ասելով, որ եթե համաձայն չեք դուրս եկեք, համաձայն չենք, դուրս են գալիս, շարունակում ենք պայքարը, ինչքան էլ ճնշեք, մենք ճնշվողներից չենք եւ ընդհակառակը այդ ճնշումից ավելի վեր ենք բարձրանում։
Տիկին Հովսեփյան, դառնալով արտաքին քաղաքականությանը, հա, մեր ձևով շարժումը այս պահին, ինչպես դուք հայտարարեցիք, ձեր անդամները, ապա քաղաքական է, բայց միաժամանակ դուք շեշտում եք, որ վաղ թե ուշ, եւ դա երևի մի քանի ամիս հետո, հա, օրինակ Նարեկ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, ասել էր 4 ամիս անց, քաղաքական հստակ դիմագիծ կունենա, հնարավոր է նաեւ կուսակցություն ստեղծվի, դա նշանակում է, որ այս փուլում շարժումը, որն այս պահին շեշտեմ նորից ապա քաղաքական է, պետք է ստեղծի որոշակի ծրագրեր, շատերն են օրինակ հարցնում արտաքին քաղաքականության հետ կապված ինչ ծրագրեր ունի, ինչ դիրքորոշում ունի, որոնք են ձեր մոտեցումները, երկրում տեղի են ունենում գլխիվայր, այսպես ասած, մեր տարիների, հա, 30 տարիների քաղաքականության գլխիվայր շրջադարձ, ինչի մասին բաց հրապարակավ այլևս խոսում է Նիկոլ Փաշինյանը, հայրենասիրության մոդելից սկսած փոխում է, մինչև, չգիտեմ, գնացին վերջերս էլ օգոստոսի 8-ն է համարում շրջադարձային իբր խաղաղաբեր, բայց մենք այլ process-ի, հա, գործընթացի ականատես ենք։ Ուզում հասկանալ մեր ձևով շարժումը, այսպես ասում են, ունի իր արտաքին քաղաքական դոկտրինը, հա։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Իրոք մեր ձևով շարժումը ապա քաղաքական է, սկզբում շատ էին մեզ թիրախավորում այդ բառի համար, լինենք անկեղծ, թե ինչպես կարող եք ապա քաղաքական շարժումով մտնել քաղաքականություն եւ այլն։ Մենք շատ հստակ պատասխանը տալիս ենք այդ այսպես ինչ որ չափով դիտարկումները մենք կարող էինք իրավացի համարել, եթե չհայտարարեինք հենց նույն Նարեկ Կարապետյանի կողմից, որ մենք մտնելու ենք քաղաքականություն, մենք ստեղծելու ենք կուսակցություն եւ ունենալու ենք հստակ ծրագիր մարդկանց առաջարկելու։ Պարզապես դա ժամանակի հարց է, տեսեք ինչպես էին նախկինում լինում, մի գրասենյակում մարդիկ նստում էին, ծրագրեր էին գրում ու դուրս գալիս մարդկանց առաջարկում, որ տեսեք այսպիսի ծրագիր ունենք առաջարկելու, մենք գալիս ենք հակառակ ուղղությունից, մենք փորձում ենք մարդկանց հետ շփվել, հասկանալ կարիքները, գնահատել այդ կարիքները, փորձել հենց նույն մարդկանց հետ լսել նրանց, իրենց լուծումները գտնել եւ կազմել մեր ծրագիր, այսինքն հակառակ process-ից են գալիս, ու դրա համար է, որ սա այսօր շարժում է, ժողովրդական շարժում մենք ներառում ենք բոլոր մասնագիտության տեր մարդկանց, բոլոր տարբեր տարիքի մարդկանց, ովքեր որ անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, այդ պատճառով էլ մեզ մոտ այսօր շարժում է, որը որ հետագայում վերածվելու է կուսակցության։ Այս մասի շատ հստակ հայտարարվել է։ Արտաքին քաղաքականությունը ինքը մի փոքր տարբերվում է այլ մեր աշխատանքային խմբերից, որոնք որ այսօր 5-ն են, որովհետև եթե կարող են կարճաժամկետ այսպես ինչ որ ծրագրեր մշակել, սոցիալական կամ կրթական ինչ որ առումով միջոցառումներ կազմակերպել, արտաքին քաղաքականությունը ինքը սպეციფიկ ոլորտ է։ Այստեղ դու շատ չպիտի խոսես, դու այստեղ շատ պիտի գործես ու այդ գործելու մասին անպայման չի միշտ հայտարարես այդ մասին, ինչպես որ այսօրվա իշխանությունները ամեն մի գործողություն կամ ամեն մի երևույթի մասին անպայման ուզում են աղաղակեն, որպեսզի ցույց տան, որ իրենք ինչ-որ գործ են անում։ Մենք այսօր արտաքին քաղաքականության մեր շարժման ռազմավարության մշակման մեջ ենք, այդ փուլի մեջ ենք, մենք ունենում ենք արդեն իսկ հանդիպումներ եւ քննարկումներ ոլորտի պրոֆեսիոնալների հետ, ում կարծիքները մեզ համար շատ կարեւոր են, որտեղ այդ մարդիկ ունեն անցած ուղի եւ ունեն իրենց վաստակը Հայաստանի դիվանագիտության կայացման գործում։ Այս պահին դեռ վերջնական չէ, ինչպես նշեցի, մշակման փուլում է, բայց ընթացս մենք փուլ առ փուլ կփորձենք ներկայացնել մեր ուղղությունները, կարևոր ուղղությունները արտաքին քաղաքականության։ Այսինքն ծրագրերի մշակման փուլում եք ընդառաջ քաղաքական ուժի ձևավորման, այդ ընթացքի մեջ եք, ձեր խոսքից ես դա հասկացա, բայց հետաքրքիր է մեկ այսպես անդրադարձ կուզեմ, եթե հարմար կգտնեք արձագանքեք, այսօր ճեպազրույցներ էին խորհրդարանում եւ ԿՊԱ-ական 1-2 պատգամավորներ, այսպես բավական անտարբեր փորձեցին այդ ձևով ամեն դեպքում արձագանքել Սամվել Կարապետյանի որդու Facebook-յան այսպես հա կարճ տեսանյութին, թե մնացել է 268 օր եւ իրավիճակ է փոխվելու, իրենք արձագանքում են այսպես, որ ապա քաղաքական ուժը իրավունք չունի աշխարհ քաղաքական ինչ-որ իրավիճակների մեջ մտնելու, քաղաքական գնահատականներ տալու, իրենք ապա քաղաքական են, նույնիսկ ծիծաղելի է անդրադառնալ իրենց նման հայտարարություններին։ Խնդրեմ ձեր արձագանք։ Նախ Հայաստանի Հանրապետությունում
բոլորը իրավունքներն ինձ կարծիքա արտահայտելու այս կամ այն իշխանությունների կողմից գործողությունների վերաբերյալ բոլորը անխտիր եւ դա շարժումը լինի քաղաքական, ապաքաղաքական, լինի կուսակցություն, խումբ, խմբակ, չգիտեմ, բոլորը իրավունք ունեն իրենց կարծիքա արտահայտելու դա առաջին հերթին դա այն խոսքի ազատությունն է, որի դրոշակը բարձրացրած այսօրվա իշխանությունները եկել են իշխանության եւ այդ խոսքի ազատության պատճառով այսօր Հայաստանի բանտերը լեփլեցուն են քաղբանտարկյալներով։ Իսկ մյուս մասով, որ ծիծաղելի է անդրադառնալը, իրականում մեր ձևով շարժումը արդեն իսկ օրակարգ է թելադրում, որովհետև նրանք արդեն իսկ անդրադառնում են մեր բոլոր գործողություններին, մեր բոլոր հայտարարություններին, որովհետև շատ ակնհայտ է մենք ինչ որ մի այցելություն ենք ունենում, դա ունենում է իրենց արձագանքը իրենց կողմից, եթե այդքան ծիծաղելի է կամ եթե այդքան անլուրջ է, ապա ինչու եք արձագանքում, կամ մի արձագանքենք, մենք մեր գործը գիտենք, մենք մեր անելիքները գիտենք անկախ նրանց արձագանքից կամ չարձագանքից։ Ընդհանրապես դուք նկատել եք իշխանության վերաբերմունքը ինչպիսին է։ Իշխանության վերաբերմունքը կարող ենք բնորոշել մի քանի բառերով, նախ ամենաառաջինը շատ հստակ զգացվում է այն վախը, որ նրանք ունեն առհասարակ Սամվել Կարապետյանի անձի եւ Սամվել Կարապետյանի ворթեգրած քաղաքականության ու ձևավորված թիմի նկատմամբ։ Այսինքն մեր ձևովը ընդհանրապես դեռ թիմն է, որ ձևավորվել է, բայց կան նաեւ հարակից գործողություններ, որոնք որ ընթանում են այս դաշտում։ Այդ վախը շատ հստակ է զգացվում սկսված այն բռնաճնշումներից, որ խուզարկություններից, տների, չգիտեմ, որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել մարդկանց մոտ, որ դադարեցնեն կամ խուսափեն մեր ձևով շարժմանը միանալուն կամ անդամակցելուն, սակայն դա չի աշխատում արդեն։ Գիտեք, բռնաճնշումները անգամ ունենում են մի այնպիսի մակարդակ, որը հակադարձ էֆեկտ է ունենում, եւ այսօր արդեն իսկ հայտարարվել է, որ 2000-ից ավել կամավորներ արդեն իսկ այս շատ կարճ ժամանակահատվածում այս ճնշումների ու վախի մթնոլորտի մեջ անգամ եկել ու անդամագրվել են մեր շարժմանը, որը որ մեծ թիվ է ու մեծ հաջողություն է ու մեծ հաղթանակ է ցույց տալու, որ այն անտարբերությունը իբր նրանք փորձում են ցուցաբերել մարդկանց իբր մարդիկ անտարբեր են, այդպես չէ, մարդիկ շատ լավ էլ հասկանում են ինչ է տեղի ունենում եւ իրենց ձայնն են բարձրացնում դրա դեմ։ Մյուս կողմից էլ որ խոսենք, իշխանությունները փորձում են այդ վախի մթնոլորտից բացի այսպես տալ այս իբր անլրջության շղաշով ծածկելը շարժումը, ինչը արդեն իսկ այդ դիրքորոշումը հղի է տապալմամբ, որովհետև մեր շարժման մեջ ընդգրկված են այնպիսի պրոֆեսիոնալներ եւ միևնույն ժամանակ այնպիսի մարդիկ, ովքեր որ երիտասարդներ, խոստումնալից երիտասարդներ, ովքեր ունեն բավական գիտելիքներ, բավական փորձ, որ կարողանան նոր առաջարկություններով հանդես գալ։ Տիկին Հովսեփյան, առիթից օգտվելով, եկեք մի փոքր ձեր մասին պատմեք, որովհետեւ եթե ստեղծվում է մի նոր շարժում, մի նոր քաղաքական ուժ եւ կա արդեն իսկ վստահություն, նոր եք ստեղծվել, բայց արդեն կա նկատելի է, հա, ժողովրդի մեջ հարգանքը, սերը դա վաղուց է եղել բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, հիմա այդ ուժին կարծես սպասում է ժողովուրդը, որովհետև այլընտրանք տեսնելու ցանկություն ունի մեր ժողովուրդը, եւ այստեղ միացել է եւ Սամվել Կարապետյանի հանդեպ ունեցած հարգանքը, միացել է այդ սպասմանը, քաղաքական այլընտրանք ունենալու, դաշտում քաղաքական այլընտրանք տեսնելու այդ սպասմանը։ Բնականաբար մարդիկ պետք է նաեւ տեսնեն, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր վաղը մյուս օրը պիտի քաղաքական հայտ ներկայացնեն, նաև ընտրություններին մասնակցեն, որպեսզի չլինի այնպես, որ հանկարծ կրկնվի 2018-ը, չէ, ասում ենք մարդիկ գնացին, ընտրեցին չճանաչելով։ Այ հիմա մարդիկ պետք է գնան, ընտրեն ճանաչելով։ Ովքեր են մեր ձևով շարժման անդամները, հիմա առիթն է, մի փոքր ձեր մասին պատմեք։ Սիրով, ես Արեգան եմ Հովսեփյան, ես ծնվել մեծացել եմ Արցախում, մի հրաշք քաղաք Ստեփանակերտում, արմատներով Շուշի, Մարտակերտ, այսօր Երևանում եմ ֆիզիկապես, բայց հոգիս ու մտքերս միշտ Ստեփանակերտում են, Արցախում են թևածում, դա անհերքելի է, դա անխուսափելի է ինձ համար այսօրվա կեցության մեջ։
Ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, արևելագիտության ֆակուլտետում, թուրքագետ եմ, բակալավր, մագիստրատուրա։ Հետագայում վերադարձել եմ Արցախ, ավարտելուց հետո վերադարձել եմ Արցախ, որովհետև այսպես երիտասարդ մեծ նպատակներով աղջիկ էի ու մտածում էի, որ պետք է ես իմ ներդրում ունենամ Արցախի զարգացման, Արցախի հակամարտության կարգավորման գործում այսպես շատ մեծ նպատակներով հետ էի վերադարձել Արցախ ու աշխատանքի էի ընդունվել Արցախի արտաքին գործերի նախարարությունում։ Հենց այդ տարիների ընթացքում ես իմ գոլեգաների հետ աշխատելով իրանցից շատ բան եմ սովորել, շատ ինչպես լինել չճանաչված պետության, արտաքին գործերի նախարարության դիվանագետ։ Ես իմ ջերմ բարևներն եմ ուզում հղել նրանց, որովհետև իսկականից նրանցից պրոֆեսիոնալիզմ եմ ես սովորել։ Դա շատ ծանր գործ է, շատ հաճախ չգնահատվող, չերևացող։ Մեզ շատ հաճախ են մեղադրում, ասում են՝ «Բա դուք ինչ եք անում արտաքին գործերի նախարարությունում»։ Այսօր բոլորը տեսնում են մենք ինչ էինք անում արտաքին գործերի նախարարությունում, մենք այնպես էինք անում, որ պատերազմ չլինի։ Մենք այնպես էինք անում, որ զսպման մեխանիզմներ էինք մշակում, որպեսզի պատերազմ չլինի ու Արցախը մնար հայկական։ Հետագայում մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սովորել եմ Բոստոնի Թավցի համալսարանում, դպրոցում, հետ վերադարձել եմ Արցախ, նորից այնտեղ եմ աշխատել, դասավանդում էի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, բազմաթիվ հոդվածներ ունեմ գրած թուրքագիտության ոլորտից, բայց այնպես ստացվեց, որ մտածեցի գուցե տեղափոխվեմ Երևան եւ այստեղ աշխատեմ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության եւ այդ իմ ցանկությունը համընկավ նաեւ ընտանեկան կարգավիճակի հետ եւ մենք տեղափոխվեցինք Երևան, աշխատում էի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում եւ դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, իմ անհամաձայնությունը հայտնելով վարվող արտաքին քաղաքականության հետ, բնականաբար 20 թվականի պատերազմից հետո է խոսքս, մինչ օրս երբևէ չեմ զղջացել այդ մասին, որ դուրս եմ եկել, դա իմ մտածված, իմ գիտակցված որոշումն է եղել, չնայած ես կարիերային արդեն դիվանագետ էի, սովորել էի նաև դիվանագետների դպրոցում Հայաստանում, ես իմ կարիերան տեսնում էի այս ոլորտում արտաքին քաղաքական, բայց դա իմ գիտակցված որոշումն է եղել, իմ անհամաձայնությունը աշխատել մի կառույցում, որտեղ պարզապես անգամ կայքում այսօր չկա Արցախի բաժինը։ Իմ անհամաձայնությունը եղել աշխատել միտեղ, որտեղ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս առաջնահերթություն չէ։ Սկզբունքների հարց է եղել։ Եվ ունեմ երկու բալիկ, երկու տղա, իմ հրաշքները, ովքեր որ դեռ մամայի սրտի տակ էին, երբ մաման դուրս էր գալիս իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու, նրանք մեծանում են, բայց դեռ մաման պայքարի մեջ է, իսկ մաման պայքարելու է, մինչև որ հաղթանակ լինի, իսկ կասկած չունեմ, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, պարզապես պետք է մի քիչ շուտ իրան հեռացնել, կոնկրետ այս իշխանությունները առաջ պետք է հեռացնել եւ ջանք չխնայել դրա համար։ Մենք իհարկե գուցե մեկ այլ առիթով կխոսենք, ինձ շատ հետաքրքրեց այն հանգամանքը, որ դուք աշխատել եք Արցախի արտաքին գործերի նախարարությունում, այնտեղ շատ հարազատ նաև ինձ համար հարազատ մարդիկ կան, ցավոք այս պահին նաև Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանն է հարգարժան եւ շատ սիրելի, մեր բոլորի ցանկությունն է ժամ առաջ նրանց տեսնել վերադարձած, Աստված իրենց հետ լինի, ինչպես ասում են, պաշտպան լինի, մինչև կվերադառնան Հայաստան։ Բայց եթե կարելի է, Տիկին Հովսեփյան, շատ կարճ դիվանագիտական դաշտում Արցախից ամեն ինչ հնարավոր էր, որ Արցախն աներ, թե Արցախը Հայաստանի այսպես քաղաքական գծի մեջ էր եւ եթե շատ բան էլ դուք ուզենայիք անել, չէիք կարող անել, հա։ Միանշանակ վերջին հարցին պատասխանեմ, հետո մի քիչ կգամ անդրադարձներ կունենամ նաև խոսքի սկզբին, հատվածին։ Միանշանակ Արցախի արտաքին գործերի նախարարությունը մի ամբողջ մշակված արտաքին քաղաքականության
սյուններ, այսինքն դա հիմնված է մի քանի հենասյուների վրա, մեր արտաքին քաղաքականությունը եւ դրա հենասյուներից մեկը եղել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ Մեր բոլոր գործողությունները համաձայնեցվում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք բազմաթիվ ծրագրեր էինք իրականացնում արտերկրում համագործակցելով այդ երկրներում մեր Հայաստանի Հանրապետության դեսպանատների հետ։ Մենք ունեինք ներկայացվածություն մի շարք երկրներում, սակայն մենք այնտեղ որոշակի միջոցառումներ էինք անում, որովհետև Հայաստանի Հանրապետության ռաբարած արտաքին քաղաքականության ուղեգծի մեջ Արցախի հիմնախնդիրը առաջնային է եղել։ Առանց դրա պարզապես հնարավոր չէր, որ մենք կարողանայինք դրսում ինչ-որ միջոցառումներ իրականացնել։ Բացի այդ, մենք նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ նամակներ էինք շրջանառության մեջ դնում, դա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության միջոցով, այնպես որ դա այսպես համակցված, սերտաճած այսպիսի համակարգ էր, որ տալիս էր իր պտուղները այնքանով, որ առնվազն ես ապրում էի Արցախում, ես ապրում էի անվտանգ եւ Արցախը հայկական էր, դուք գալիս եք Արցախ, տեսնում եք այդ անվտանգությունը, տեսնում եք այդ մաքրությունը, իսկ ահա այս համակարգը փլուզվեց, երբ որ վերևից եկավ այդ հրահանգը փլուզելու։ Դա միանշանակ է, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակցված այսպես աշխատում էին։ Եթե կարելի է այստեղ մեկ հարց, այն մեղադրանքները, որ ուղղում է այս իշխանությունը, թե նախկինները հանձնել են, նախկիններն իրենց բոլոր մեղքերով հանդերձ, բայց պետք է նաև ճշմարտությունն ասել, ասվում է, թե իրենք են հենց այն ժամանակ բանակցային գործընթացը ընթացել է այնպես, որ ինքնին բերելու էր փակուղի եւ ինքնին Արցախը հանձնված էր Ադրբեջանին։ Դուք որպես ներսում աշխատած մարդ, ինչ կասեք այս մասին։ Նախ եւ առաջ բանակցությունները, որ տեղի ունենում ամենաբարձր մակարդակին, բնականաբար ես դրանց ներկա չէի գտնվում, բայց իհարկե որոշակի ներգրաված էի հանդիպումներին, ինչ-որ դիվանագիտական գրագրությանը եւ այլն, բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Առհասարակ այդ տրամաբանությանը էլի, որ հանձնած էր արդեն Արցախը։ Եթե հանձնած էր, բա ինչու Ադրբեջանը չէր վերցնում։ Շատ պարզ տրամաբանական մարդկային հարց է առաջանում։ Ինչու Ալիև ասում է, դե լավ չեմ ուզում վերցնեմ, թողեք մնա, էլի ոչինչ, լավ, թողեք մնա, որպեսզի իշխանություն փոխվի, հետո ես գամ վերցնեմ։ Այնքան անտրամաբանական է, էլի, այնքան շատ հեշտ ամբողջովին հիմնազուրկ լինելն է ապացուցում, որ անդրադառնալն էլ ասեմ բայց լավ է, որ արդեն հիմա նրանք հայտարարում են, որ մենք ենք հանձնում այո Արցախը, որտեվ որևէ քրիտիկայի չի դիմանում նման պնդումը, թե նախկիններն են հանձնել։ Եվ եթե կուզեիք նաև ռազմագերիների խնդրին անդրադարձեք, ամեն դեպքում ես նաև հարցս տամ, գնում է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներ Թրամփի ներկայությամբ կամ խավորությամբ, այսպես ասեմ, հա, ստորագրում է մի փաստաթուղթ, անունը դրել են խաղաղության հռչակագիր եւ առավոտից երեկո քարոզում են, թե խաղաղություն են բերել Հայաստանին վերջապես եւ տարածաշրջանին, մի փաստաթուղթ է, որտեղ մեկ տողում անգամ չկա Արցախի անունը, Արցախահայության վերադարձի մասին որևէ բառ չկա, մեր ռազմագերիների մասին ոչ մի խոսք չկա։ Ոնց կարող է այդպիսի փաստաթուղթը համարվել խաղաղաբեր եւ նաեւ ընդհանրապես ձեր խոսքը կլսեմ ներ ռազմագերիների մասին, խնդրեմ։ Բաքվում գտնվող մեր ռազմագերիները ինձ համար անհատապես շատ ծանր թեմա է, որովհետեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այնտեղ գտնվելը ոչ այլ ինչ է, թե ոչ ցեղասպանություն։ Նույն բանը անում էին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ, ինչու ենք հենց ապրիլի 24-ին նշում, որտեղ այդ օրը հենց մտավորականությանը բռնեցին, գնդակահարեցին։ Նրանք դա անում են հատուկ նրա համար, որպեսզի Արցախում երբեք չլինի հայկական իշխանություն, որպեսզի ոչ մեկ այլևս չուզենա լինի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար եւ այլն։ Իսկ մենք ինչպես գիտենք, պետության հիմնական այսպես ատրիբուտներից մեկը հենց վարչական ղեկավարություն ունենալն է։ Իսկ եթե դու չունես, դու պետություն չես։ Դրա համար այս վախը ներշնչելու համար Ալիևը գնացել է այդ քայլին, որպեսզի Արցախի ղեկավարությանը Երևանի պատանդի վիճակում պահի։ Իրականում ես շատ ցավալի բան կասեմ, բայց ես որևէ տարբերություն չեմ տեսնում Ալիևի ու եւ Նիկոլի վարած քաղաքականության միջեւ։ Այսօր Բաքվի բանտում են գտնվում մեր Բակո Սահակյանը, դա բոլորին
անհատապես չեմ ուզում հիմա նշեմ, որովհետև իրանց անունները բոլորը գիտեն, հանկարծ մեկին չմոռանան, որպեսզի սխալ չլինի։ Այսօր այնտեղ է գտնվում օրինակ Ռուբեն Վարդանյանը, իսկ Հայաստանի բանտում գտնվում է Սամվել Կարապետյանը։ Խնդրում եմ գտեք որևէ տարբերություն, հա։ Այս մարդիկ գործել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի բարեկեցության եւ այդ պատճառով միայն դրա համար նրանց բանտարկել են։ Մի դրվագ կուզենայի հիշել Դավիթ Բաբայանից, երբ որ արտաքին գործերի նախարարությունում էի աշխատում, ինքը հաճախ էր այսպես ասում, որ ինչ որ մի գործ լավ չէր ընթանում, կամ շատ հոգնած էր լինում եւ այն ասում էր արեգա, ասում է մեկ այն վերջը Բաքվի բանտում ա լինելու։ Միշտ ասում էի, դե ես երիտասարդ, ջահել, ասում եմ, վայ, պարոն Բաբայան, այդպես մի ասեք, ինչու պիտի լինի։ Ասես չէ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես հուսով եմ, որ ինքը սխալվել է, որ իր վերջը Բաքվի բանտում չի լինելու եւ օր առաջ բոլորին մաղթում եմ շտապույտ ազատում ինչպես Բաքվի բանտերից, այնպես էր այսօր Հայաստանի բանտերից մեր սրբազաններին, մեր մեծ բարերարին եւ մյուս բոլոր մեր քաղբանտարկյալներին։ Հովսեփյան ցավոտ հիշողություն իսկապես ապրեցիք, ես շատ որպես լրագրող շատ ակտիվ համագործակցել եմ Դավիթ Բաբայանի հետ, ինձ ցավ պատճառեց հերթական այդ վերհուշը, որ ասացիք, եւ ես հիշեցի վերջին օրը, երբ նա նամակագրությամբ տեղեկացրեց, որ գնում է հանձնվելու, գնում է որպեսզի փրկի կյանքեր։ Իր վերջին նամակագրությունը իմ ձեռքի տակ կա, հուզիչ պահ է, ամեն դեպքում նորից ու նորից մեր ցանկությունը միակ այն է, որ նրանք ժամ առաջ վերադառնան մեր երկիր, վերադառնան Հայաստան, վերադառնան Արցախ, բայց իմ մոտ այն համոզմունքը կա, քանի այս իշխանությունները կան, այդ process-ը չի լինելու, ինչ կարծիք եք։ Միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս իշխանությունները գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի այնպիսի փաստաթուղթ են ստորագրում եւ ներկայացում դա իբրև այսպես շլացուցիչ հաղթանակ, իբր այսպես իրենց 4 սկզբունքներն են անընդհատ խոսում, բայց այդ 4 սկզբունքները անընդհատ էլ խոսվել է այս սկզբունքների մասին, դեռևս 1991 թվականից այս կողմ որպես Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո որպես պետության հիմնական գրավականներ, այդ սկզբունքներով ենք մենք անդամակցել ՄԱԿ-ին, այդ սկզբունքներով է Ադրբեջանը անդամակցել ՄԱԿ-ին, ինչ որ հաղթանակ այստեղ որևէ ձևով մենք չենք կարող գրանցել, ասելով որ ահա տեսեք ինչ ենք մենք ստացել, բայց գոնե նա կարող էր առաջ բերել ռազմագերիների հարցը, որը այս պարագայում հումանիտար դաշտի հարց է եւ ամբողջ միջազգային հանրությունը դա կարող է ողջունել, որովհետեւ սա այսպես աշխարհաքաղաքական ինչ որ հարցերի տիրույթում չէ, հումանիտար պարզ հարց է, որ նա կարող էր առաջ դնել եւ ես համոզված եմ, որ դա առնվազն կարող էր բանակցել։ Մենք տեսանք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ասում, ես կխոսեմ Ալիևի հետ այս 23 քրիստոնյաների մասին, որ պահվում են Բաքվում, ինքը փոքրիկ խմբակի ղեկավարը ասում է պետք չի այդ հարցը ներառել, որովհետև մենք ուզում ենք արագ գործընթաց ունենալ։ Այսինքն սա ակնհայտ է, որ նրանք որևէ գործողություն չեն անելու Բաքվում գտնվող մեր ռազմագերիների հետ վերադարձի ուղղությամբ։ Ցավոք այդ իրավիճակի առաջ են կանգնած, ուզում եմ անդրադառնալ ձեր այն հարցին դեպի ժողովուրդը գնալու եւ իզուր չէ որ մեր ժողովուրդը իմ հարցերից մեկում եւս ասացի մեծ հույսեր է կապում մեր ձևով շարժման հետ, տեսնելով են ընդդիմադիր այլընտրանքը, լսելով ձեզանից թե սոցիալական, թե տնտեսական, տարբեր հարցերին ուղղված հետաքրքիր այլընտրանք ծրագրեր եք։ Վստահ եմ, որ շուտով կառաջարկեք փաթեթի ձևով, որովհետև Սամվել Կարապետյանի ուղերձները նաև այդ մասին են խոսում։ Միտք ասացիք դեպի ժողովուրդը գնալու եւ մի գրառում եք նաև արել, մեր ժողովուրդը ֆանտաստիկ է իր դիմադրողականությամբ, աշխարհի ընկալմամբ, ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու աննկարագրելու ունակությամբ։ Ինձ զարմացրեց եւ շատ ուրախացրեց ձեր այս գրառումը այն տեսանկյունից, որ ցավոք պիտի ասեմ, ընդդիմադիր հատվածում մեր քաղաքական այն ուժերը, որոնք այս տարիներին ձախողեցին,
այս իշխանությունների հերացման գործընթացը երբեմն այսպես նկատում են, որ իրենց դժգոհությունն են հայտնում ժողովրդից։ Ասում են, այս ժողովուրդը եթե մեր կողքին լիներ, մինչև վերջ սատար լիներ, չգիտեմ X թվով ներկայություն ունենար հրապարակներում, ապա մենք կկարողանայինք հերացնել։ Ձեր այս խոսքը ինձ ուրախացրեց այնքանով, որ լինելով մեր ձևով շարժման անդամ, դուք հուսով եք, որ ժողովուրդը մեր չի կորցրել պայքարելու ունակությունը։ Պարզապես մեզ պետք է այն շարժիչ ուժը քաղաքական, որը կլինի առաջնորդողը։ Այս մասին կուզեմ ձեր կարծիքը։ Իսկականից Սամվել Կարապետյանի այս հայտարարությունը, որ սատար է կանգնում հայ առաքելական եկեղեցուն եւ դրանից հետո հաջորդող գործողությունները, մեր ձևով շարժման մեկնարկը, ամեն ինչը ինչ որ նոր շունչ է հաղորդել Հայաստանի իրականության մեջ։ Մարդիկ սկսել են տեսնել այլընտրանք, մարդիկ սկսել են տեսնել, որ մեր հայկական իրականության մեջ չի սահմանափակվում 1-2-3 այսպես ակտորներով, այլ կարող են լինել նաև այլ մարդիկ, ովքեր որ պատրաստ են պատասխանատվությունը վերցնել։ Ամենակարևորն է սա, այս խնդիրն է եղել մշտապես, որ պատասխանատվություն վերցնելու հարցն էր կանգնում, երկիր այնպիսի անդունդի եզրին էր կանգնում, բայց պատասխանատվություն վերցնող չէր լինում, այդ մահապարտը չէր լինում, ով որ իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը եւ մի քայլ արդեն առաջ կգնար այն բոլոր process-ներից, որ անդադ ընթանում էին։ Ես միանշանակ համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ եթե մինչ օրս Նիկոլ Փաշինյանը իշխանության է, ուրեմն բոլոր գործողությունները ձախողել են։ Եթե նա այսօր գնում է Հայաստանի Հանրապետության անունից փաստաթուղթ է կնքում, ուրեմն մենք ընդդիմադիր դաշտի այսպես գործողությունները, որ մինչ այսօր իրականացվել է, ձախողվել են, բայց միևնույն ժամանակ ցանկանայի նշել, որ տեսեք 2018-ին 19-ին անգամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ինչքան բարձր է եղել։ Նա երակի քառակի անգամ կորցնում է իր հեղինակությունը մարդկանց աչքերում, դա իհարկե պայմանավորված է նաև բազմաթիվ իր կողմից արած գործողություններով, որ մարդկանց աչքերում նա իր հեղինակությունը կորցնում է, բայց նաև նույն այդ շարժումները, որ տեղի ունենում այս ամբողջ ընթացքում, ցույց են տալիս, որ մարդկանց այսպես համախմբում են այս ընդդիմադիր դաշտում, դառնալով մեկ բռունցք այս իշխանություններից հեռացնելու համար։ Բայց եկեք ընդունենք, որ դրանք նաև, քանի որ չունեին շարունակություն չէին ստանում, նաև հիասթափության պատճառ էին դառնում, նոր ստեղծվող ուժը այս առումով լուրջ պատասխանատվություն կարծում եմ ունի, ձեր ուսերին առավել մեծ պատասխանատվություն է։ Այո, մենք դա զգում ենք իրականում, ես հաճախ եմ մասնակցում կամավորների ընդունելությանը, մարդիկ գալիս են ու այս պատասխանատվություն, այդ հույսերը, որ նրանք կապում են, մեզ շատ պարտավորեցնում է, հաճելի է իհարկե, բայց դրանից զատ արդեն մի մակարդակ ավելի բարձր գալիս է պատասխանատվությունը, որ մենք զգում ենք, եւ ես կարող եմ այսպես հայտարարել, որ մենք հուսախաբ չենք անելու, մենք հետ քայլ չենք անելու, մենք հուսախաբ չենք անելու եւ քայլ առ քայլ մեր ժողովուրդը դրան ականատես կլինի։ Շատ լավ, Տիկին Հովսեփյան, ես կուզում անցում անենք հիմա այս պահին նաև մի շատ կարևոր թեմայի, պետությունն ամուր է, եթե կա ամուր ընտանիք, իսկ հայ ժողովրդի համար իր ընտանիքը շատ կարևոր, այն տաք ջերմ օղակն է, որը եթե սկսեց քայքայվել, դա նաև հասնում է մինչև պետություն։ Օտարներն իդեպ ասեմ շատ լավ դա գիտեն, եւ իզուր չէ, որ դեռ տարիներ առաջ պայքար էին մղում մեր ընտանեկան արժեքների դեմ։ Շատ առիթներ եմ ունեցել ինքս որպես լրագրող ահազանգ հնչեցնելու, որ պետականաքանդ գործընթաց է տեղի ունենում երկիրներ թափանցած, այսպես կոչված այդ սորոսական փողերով, հա, աշխատող, ֆինանսավորվող ՀԿ-ների կամ իրենց իրավապաշտպան համարող անձանց ձեռքով ուղղակիորեն թիրախավորված հայ ընտանիքը։ Երբ դուք շարժման շնորհանդեսի ժամանակ 5 խմբերի մասին խոսեցիք եւ առանձնահատուկ շեշտեցիք ընտանիքի մասին, ընտանիքին վերաբերող ընտանիքի հոգսերը հոգացող խմբի գոյության մասին, որի որքան հասկացա ղեկավարը դուք եք։ Աշխատանքային խմբի անդամ եմ ես։
Այ եկեք այդ թեմային անդրադառնանք, ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է արվի, որովհետև այստեղ մի բան անգամ այնքան հակասություն էին ստեղծել, ավանդական ընտանիքն էին ծաղրում, չգիտեմ ինչ, բայց եկեք խոսենք այն մասին, ինչպես թեև ու թիկունք լինել հայ ընտանիքին, որպեսզի այդ օջախը հայկական ամուր մնա եւ դրանով ամուր մնա մեր պետությունը։ Ինչ պիտի անենք։ Այնտեղ կա թե գործազրկության խնդիր, հազար ու մի հարց կա, ոնց պետք է նեցուկ լինեք, ինչ ծրագրեր ունեք։ Տեսեք, դեմոգրաֆիական խնդիրները, կարելի ասել, ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ են այսօր Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանի համար ժողովրդագրությունը միշտ կարևոր դեր է ունեցել, պարզ մի հատ օրինակ ասեմ, Արցախում նա ծրագիր էր ֆինանսավորում, որի համաձայն ամեն 4-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքին տրամադրում է $4000։ Սա իրականում մեծ ոգեշնչման, սատարման քայլ է, որովհետև երբ նոր երեխան ծնվում է, մենք տեսնում ենք ինչքան ծախսեր է լինում դրա հետ կապված, ընտանիքները շատ հաճախ նեղվում են այդ չունենալու ֆինանսական միջոցներ չունենալու հետ կապված, իմանալով որ այս ծրագիրը գոյություն ունի, երբ մենք նայում ենք վիճակագրությանը, տեսնում ենք, որ Արցախում անգամ աճ է գրանցվել բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքների թվի եւ ես համոզված եմ, որ նաեւ այս ծրագիրը իր ներդրումը ունեցել է բազմազավակ ընտանիքների աճման թվի հետ կապված։ Իսկ երբ որ խոսում ենք ընտանիքների դրվածքի, ավանդական ընտանիքի ծաղրման եւ այլն թեմաների մասին, մեր ձևով շարժումը հենց ազգային արժեքների պահպանության մասին է, մեր ձևով շարժումը մեր ազգային գիտակցության պահպանման մասին է խոսքը։ Հենց սա քաղաքական պայքար չէ, ես անդադ եմ ասում, սա քաղաքական արժեհամակարգի պայքար է։ Մենք փորձում ենք մեր հայկական արժեհամակարգը պահպանել, մենք փորձում ենք մեր այդ պահպանման համար մեխանիզմներ մշակել եւ այս մեխանիզմների հիմքում հենց ընտանիքն է։ Որտեղից ենք մենք բոլորս սերում, մեր ընտանիքներից։ Եթե մեր ընտանիքներում հիմքը արդեն սխալ է դրված, չի կարող հասարակությունը լինել առողջ, կրթված, բարեկեցիկ։ Մեծ ընտանիքներ ունենալու համար ինչ է մեզ պետք, բնակարաններ են պետք, բնակարանային ծրագրեր պետք է ճիշտ մշակվի, գիտակցված այսպես ամենամանրակրկիտ կերպով քննարկվող եւ մանրակրկիտ մեխանիզմներով։ Պետք է որպեսզի ընտանիքները կարողանան իրենց սոցիալական ամենամինիմալ պահանջները բավարարեն, որպեսզի հետագա երեխաներ ունենա։ Եթե դու չես կարողանում այսօրվա քո վիճակին բավարարել, ինչպես որոշում կայացնես հետագայում երեխաներ ունենալու։ Իսկ մենք այսօր շատ կարևոր խնդրի առաջ են կանգնած, նույնիսկ եմ կրկնում, դեմոգրաֆիան մեզ համար շատ սուր հարց է եւ մեր մեծ ուշադրության կենտրոնում է լինելու, փորձելու ենք մեխանիզմներ մշակել, ծրագրեր մշակել եւ առաջարկել այս հարցի կարգավորման ուղղությամբ։ Միանշանակ է, որ պետության հիմքը այս ողնաշարը ընտանիքն է, գոնե թե մեր հայության համար այդպես է, եւ հետաքրքիր է նաեւ դրանով նաեւ այսօրվա մեր հարցազրույցը, մեր զրույցը եզրափակենք, Տիկին Հովսեփյան, այսօր ձեր առաջնորդը Սամվել Կարապետյանը մի ուղերձով է հանդես եկել, որտեղ հենց ընդգծել է ընտանիքի կարևորության մասին, բազմազավակ ընտանիքներ ունենալու կարևորության մասին, սա կարծում եմ, որ իսկապես կդառնա մեծ հավանականությամբ կդառնա ձեր նախընտրական կարևոր այսպես ծրագրերից մեկը եւ ժողովուրդը իսկապես սիրով սպասում է նման ծրագրերին, որոնք կլինեն ոչ թե պոպուլիստական հայտարարություններ, այլ իսկապես գործ կլինի։ Մարդիկ կտեսնեն, որ աշխատանք է արվում, ծրագիրը կա եւ համաձայն այդ ծրագրի աշխատանք է արվում։ Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքով է ապացուցել, որ ինքը ոչ թե խոսքի մարդ է, այլ գործի մարդ է։ Իր ամբողջ կյանքը դրա ապացույցն է։ Եվ իրական հենց դրա համար էլ հաճախ մեզ քննադատում են, որ ինչու չէիք ասում, ինչ էիք դուք անում այս ամբողջ տարիների ընթացքում։ Շատ մարդիկ անգամ չգիտեն, թե ինչ ներդրումներ է ունեցել Սամվել Կարապետյանը Արցախի եւ Հայաստանի զարգացման համար։ Եվ դա հենց իր ընտրած որոշումն է եղել չբարձրաձայնել
այդ ներդրումների մասին, բարեգործությունների մասին, որպեսզի այսպես ցուցադրական չթվա եւ միայն ամենամեծերի մասին կարելի ասել, այսպես թե ինչպես մեդիաները փորձում են ու լուսաբանում էին, մարդկանց հայտնի էր դառնում, սակայն հավատացեք կատարվել էին բազմաթիվ հարյուրավոր բարեգործություններ, որոնց մասին որ պարզապես չի խոսվել եւ ընտանիքի բազմազավակ ընտանիքներ ունենալուն ուղղված մեր իսկապես այնպիսի իրական ռեալ հողի վրա ծրագրերի մասին շուտով հայտնի կդառնա հանրությանը։ Շնորհակալ եմ, իսկ ինձ մնում է բարի երթ մաղթել նորաստեղծ ժողովրդական շարժմանը եւ իսկապես ժողովրդը սիրով սպասում է մեր ձևով շարժման քաղաքական ակտիվությանը։ Սպասենք, ակնկալենք դրականը, որովհետև այնինչ արվելու է վստահ եմ միայն իշա ի նպաստ Հայաստանի էլիներու։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենքի հյուրը Արեգա Հովսեփյանն էր, մեր ձևով շարժման անդամ, դիվանագետ, արցախցի։ Լավ եղեք, կհանդիպենք